Տիկին Տոնյան, համեցեք, 5 րոպե։ Բարի երեկո հարգելի հայրենակիցներ, Պարոն Հովակիմյան, այսօր իմ գործընկերները տարբեր քաղաքական ուժերից բավականին երկար եւ հանգամանորեն խոսեցին ամենակարևոր թեզի մասին, որը կարծում եմ պետք է հիմնաքարային ու սկզբունքային լիներ բոլորիս համար։ Խոսքը մեր ընտրողների ընտրելու իրավունքի իրացման մասին է։ Դեկլարատիվ ու այսպես անպագորգող շատ հայտարարություններ այս օրերին հնչել են ու այսօր էլ այս դահլիճում հնչեցին ձայնի կարևորության եւ ժողովրդավարության մասին, բայց այն ինչ այս օրերին վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի է ունենում, ընդհանրապես որևէ առնչություն, օրգանական առնչություն չունի ընդհանրապես լեգիտիմ գործընթացների հետ։ Աշխատանքի բերումով վերջին 20 տարիներին պարբերական առնչություն ունեցել եմ ընտրական գործընթացների հետ ու կոնկրետ այս ընտրությունների կազմակերպման առումով ու նաև արձանագրված այսպես խնդիրների բարձրաձայնման անտեսման մասով սա այս ընտրությունները թերևս ռեկորդակիր էին։ Հիմա ինչ վերաբերվում է մեր ներկայացրած դիմումին, որը այսօր է ներկայացվել կենտրոնական ընտրական հանձնաժողով, մենք փորձեցինք այդ տեղեկատվությունը ձեզ տեղ հասցնել, որ վարչական դատարանի վարույթով էր պայմանավորված, որովհետև հակառակ պայմաններում դառնում էր ինքնանպատակ այդ դիմումի ներկայացումը։ Ինչ ենք մենք պահանջում այդ դիմումով։ Դուք արդեն իսկ ընտրությունների ամփոփման նախագծի մեջ ընթերցելով մի քանի տեղամասերում ընտրությունները անվավեր ճանաչելու ձեր որոշման մասին կետը, նշեցիք, որ այդ տեղամասերում, մասնավորապես 10-ի կոտորակ 51, 35 կոտորակ 65 տեղամասերում ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ ձեր որոշումը, ԿԸՀ-ի որոշումը էական ազդեցություն եւ ներգործություն չի ունենում ընտրությունների արդյունքի վրա։ Ես իրոք ուզում եմ հարց հղել ձեզ, դուք իրոք այդպես եք մտածում, որ այս տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելը որևէ էական եւ գործուն ազդեցություն չունեն ընտրական արդյունքների ամփոփման վրա։ Բացի նրանից, որ այստեղ ոտնահարվում է 3000-ից ավել ընտրողների իրավունքը, մարդիկ գնացել են, քվեարկել են տարբեր քաղաքական ուժերի օգտին։ Եվ այստեղ կոնկրետ սկզբունքային հարց է առաջանում Բարգավաճ Հայաստան կուսակցության օգտին քվեարկած ընտրողների ձայների այսպես անվավեր ճանաչելը, որը մաթեմատիկական պարզագույն հաշվարկի դեպքում ձեզ թույլ է տվել հասկանալու, որ այդ դեպքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաղթահարում ՇՄ։ Կարծում եմ սա բացարձակ արհամարանք է մեր ընտրողների ընտրելու իրավունքի նկատմամբ եւ նրանց այդ իրավունքի վերականգնումը, կարծում եմ առաջին հերթին հենց պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջնահերթությունը լինել։ Մենք մեր դիմումով առաջին հերթին պահանջում ենք 10 կոտորակ 51, 35 կոտորակ 65, 12 կոտորակ 13 տեղամասերում անցկացնել վերաքվեարկություն, հակառակ պարագայում ազգային ժողովի ընտրությունները ճանաչել անվավեր եւ ընտրությունների վերաքվեարկություն նշանակել։ Կարծում եմ այս դիմումը դուք դեռ քննարկելու ժամանակ ունենաք, մենք նաեւ մյուս իրավական ճանապարհներով գնալու ենք։ Հիմա ուզում եմ հարց, քանի որ գիտեմ այդ հարցի պատասխանը, բայց օգտվելով ընձեռված հնարավորությունից ուզում եմ հարցնել կենտրոնական ընտրական անդամներից յուրաքանչյուրի կարծիքը այս կայացված որոշման հետ կապված, որովհետև այս դահլիճում ներկա մարդկանցից յուրաքանչյուրը վերջին ժամերի ընթացքում անընդհատ ականատես է լինում մի որոշման, որ դուք, պարոն Հովակիմյան, միանձնյա կայացնում եք որոշումներ։ Հիմա ուզում եմ հասկանամ, այն, որ այս տեղամասերում ընտրությունները անվավեր ճանաչելու վերաբերյալ հարցը որևէ էական նշանակություն չունի ընտրությունների արդյունքների վրա, էական նշանակություն չունի այն հարցի վրա, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացված կլինի խորհրդարանում, թե ոչ։ Այն, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանում ներկայացված լինելու դեպքում փոխվում է ազգային ժողովի քանակային համամասնությունը։ Արդյոք դա էական ազդեցություն չի ընտրական գործընթացի վրա։ Ես հիմա տեսնում եմ ձեր դեմքերը, ձեզանից շատերին ճանաչում եմ անձնապես եւ որոշակի շփում առնչություն ունեցել ենք։ Ես իրոք ցավում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը հիմա ստիպված է լսել դրսից հնչող ամոթ վանկարկումները։ Ցավում եմ։ Եթե կա այդ պատասխանը,
Եվ հղում չանեք, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոլեգիալ մարմին է։ Ձեզանից յուրաքանչյուրը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի սեփական կարծիքը։ Արդյոք այս տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելը էական ազդեցություն չունեն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ելքի եւ հանգուցալուծման վրա։ Ես եզրափակում եմ իրականում։ Եզրափակում եմ, որովհետև այս դեպքում որքան էլ շատ է ասելիքը, բայց այսպես ցանկությունն է փոքր, ցավոք սրտի։ Բայց այնուամենայնիվ կուզենայի ձեզնից հենց ձեր գլխավորությամբ, պարոն Հովակիմյան, ո՞րն է էական ազդեցությունը, եթե ընդամենը 200 ձայնի այսպես համամասնությամբ դուք զրկում եք Բարգավաճ Հայաստան կուսակցությանը կամ քաղաքական որևէ այլ ուժի, այս դեպքում Բարգավաճ Հայաստան կուսակցության օրինակն եմ մատնանշում։ Միտումնավոր, հետևողական կերպով զրկում եք խորհրդարանում ներկայացված լինելու հնարավորությունից։ Խնդիրը այստեղ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացվածության մեջ չէ։ Խնդիրը այստեղ այն իրավական մանիպուլյացիաներն են ու թվաբանական մանիպուլյացիաներն են, որոնք հետևողականորեն օրերի ընթացքում իրականացվել են եւ հիմա էլ շարունակում են իրականացվեն։ Ես ուզում եմ հավատալ, որ դուք դեռևս նախագիծն եք ընթերցում, որի հետ կապված վերակվյարկություն չիրականացնելու մասով, ձեր նախագծի մասով, կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից գոնե մեկը կունենա վերապահում եւ այնուամենայնիվ այդ քաղաքացիների 3000-ից ավել մեր քաղաքացիների ընտրելու իրավունքը կիրացվի։ Իրականում կարծում եմ սա յուրաքանչյուր հայ մարդու ցանկությունը պետք է լիներ։ Հակառակ պարագայում այդ խարանով ստիպված եք լինելու ապրել ձեզանից յուրաքանչյուրը։ Շնորհակալություն Տիկին Տոնյան։ Պարոն Գրիգորյան, ձեզանից հարց ու պատասխան չի, կենտրոնական ընտրական հանձնաժողով հարգելի լիազոր, դուք կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձեր հարցերի պատասխանը կստանաք որոշումով։ Դուք չեք